Ամառն իր հետ քաղաքաշինական աշխույժ եռուզեռ է բերել Չարենցավան համայնք։ Այսօրվանից մեկնարկեց շուրջ 2 տարի առաջ նախագծված մի ծրագիր։ Չարենցավանի երկրորդ թաղամասի առաջին շենքի հարակից տաղավարի ապամոնտաժում եւ տեղում մանկական խաղահրապարակ պուրակի կառուցում։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Վարդանյանի խոսքով ծրագիրը կարժենա 20 միլիոն դրամ։ Կբանակցեն շինարարի հետ նախատեսված 3 ամիս աշխատանքները հնարավորինս արագ իրականացնելու առումով, որպիսի որքան հնարավոր է շուտ ամռան օրերը թաղամասի բնակիչները կարողանան անցկացնել այս պուրակում։ Այս պահին սկսել ենք մի շատ հրաշալի նախագծի մեկնակ, որը երկրորդ թաղամասի առաջի շենքի մասում գտնվող տաղավարն էր, որը սովետական միություններից կառուցված եւ բնակիչների համար ծառայել է որպես հանդիսությունների սրահավաքման կետ։ Բայց քանի որ տարիների ընթացքում քայքայվել եւ դարել էր արդեն անպիտան մի վայր, բնակիչների խնդրանքով դիմումով փորձեցինք մի հրաշալի նախագիծ ստանանք, որը այս պահին մեկնարկել է արդեն շինարարական աշխատանքները։ Խնդրանքը եղել է մեր երկրորդ թաղամասի շատ սիրելի բնակիչների կողմից, որին ընթացք ենք տվել համայնքապետարանի աշխատակազմով, քննարկումներ ենք ունեցել տաղավարի տարածքում եւ ձեռք է բերել համաձայնություն, որպեսզի տաղավարը քանդվի եւ 2023 թվականից գործընթացը մի քիչ երկարեց, քանի որ նախագծանախաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքների հետ կապված խնդիրներ առաջացավ, բայց ի վերջո ունեցանք այդ հրաշալի նախագիծը եւ հիմա կյանքի ենք կոչում։ Պուրակում կլինեն նստարաններ, աղբամաններ, դեկորատիվ ծառեր, ցայտաղբյուր խաղասարքեր, ճոճանակներ։ Խորհրդային տարիներին եւ դրանից հետո եւս մի որոշ ժամանակ այս կառույցները կարևոր դերակատարում են ունեցել թաղամասերի բնակիչների կյանքում, դառնալով հանդիսությունների, տարբեր արարողությունների հավաքատեղի։ Սակայն տարիների ընթացքում տաղավարների մեծամասնությունը վերածվել է աղբավայրի, քանդվել, վտանգավոր դառնալով հետագա օգտագործման համար։ Երկրորդ թաղամասի առաջին շենքի հարակից տաղավարի քանդումն ու տարածքի արդյունավետ բարեկարգումը կարող է օրինակելի դառնալ քաղաքի համար։